Այսինքն մեքենան ստե կայանել ես։ Երբ նկատեցիք որ Արա ոդի չերեմ որ տանեմ ավտոնդվում։ Հա։ Էս վիճակին էր արդեն։ Մենակ հələ ոստիկանությունն է եկե։ Հա։ Քննի չել է դեռ չեկե։ Սի 4 թաղամաս։ Նայ, սա բաները պոկել են մի անգամից էսա։ Էս իրա բաներն է, չէ՞ որ պաում է։ Կամերա բան չկա, չէ՞։ Հենց էս մասուն չէ։ Դե իմացել են էլի։ Ինչքանի վնաս կլինի։ Ես 2500 մեջն եմ։ Չեմ կարող ասեմ դրանց անցին կարող ինչ-որ էլի բանա վնասվել։ Մեքենան ձերանով է։ Բա ոստիկանները ինչ ասեցին, ասեն կգտնեն։ Չեմ կարող ասեմ։ Ո՞վ է գնա։ Հա։ Սվոլի չեն էլ ինչ ասես։ Մի հատ է Բանգլադեշ են այսօր արի։ Այս շենքն է, չէ՞ ձերը։ Հա, նույնն է։ Իմացել են էլի որ ուստանովկա են արել լավ։ Իմացել են, թե կամերա չկա։ Մի միլիոնը մեջ դա դες կոմպլետ չեմ կարող ասեմ, Հունիսի 8-ն է Երևանում հերթական Chevrolet Magnish ավտոմեքենայի թալանման դեպքն է տեղի ունեցել այս անգամ Դավիթ Հաշեն վարչական շրջան։ Ավտոմեքենայի սեփականատերը առավոտյան իջել է որպեսզի ըստ իր հայտարարության մեքենան տանի ավտոլվացման կետ, սակայն ականատես է եղել, որ մեքենայի առջևի ոնց որ ժողովուրդն ասում շիթով ինչ կա չկա վրից գողացել են։ Ազանգել է ոստիկանության, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթ Հաշենի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը, արձանագրել են եւ հավանաբար նյութերը կփոխանցեն Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Աչափնյակ եւ Դավիթ Հաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից արդեն դժոխը սպասում է որպեսզի դեպքի վայր ժամանի քննիչը։ Վերջին ժամանակներս չի դադարում էլի, չի դադարում, գրեթե ամեն օր ավտոմեքենաների թալանման դեպքեր են լինում ու հերթականը Դավիթ Հաշենում է այնպես չի որ քննադատում են ոստիկանությանը եղել են բազմաթիվ դեպքեր որ հայտնաբերել են թե գողերին թե գողունը գործերը ուղարկել են քննչական քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան եւ մեր որոշ վայ դատավորներ ովքեր չեմ էլ վախենում, պարզ ասում եմ, երևի չակուչի հարվածի նման են մտածում, հանցագործություն կատարող, գողություն կատարողին բաց են թողում ու նույնիսկ եղել է դեպք, որ բաց թողնելուց հետո չի խրատվել գողը գնացեն նոր մեկ այլ ավտոմեքենա է թալանել։ Արդյոք այս դեպքը, այս գողության այս դեպքը կբացահայտվի դեռևս պարզ չէ։ Այսօր առավոտ է, չէ՞ նկատե։ Քանիսին։ Մեկի կողմերը։